Շատ լավ, C# առավելությունները նշեցի, որ Java-ից օգտվել այրա manage կոդով, C++-ից pointer-ներով, մտնենք դասի մեջ, ուրեմն այս unsafe, որ ես հրաժարվում եմ ապահովագրությունից տեխնոլոգիա, շարունակենք ու կան լավ հրամաններ, fixed, որը պարտքով վերև արդեն մենք օգտագործել ենք չիմանալով, և stack-log, որը հասկանանք ինչ է, հիմա fixed-ը իրանից ինչ է ներկայացնում, ավելցուկի հավաքիչը շատ կարևոր մի հատ գործողություն, եթե վերև բարձրանանք կհիշենք, ինքը սիրում է խտացնել RAM-ի, այսպես ասած, բաց թողած մասերը, օբյեկտները իրար հետևից գրելու տեխնոլոգիան է ինքը աշխատացնում, նայեք, երբ որ դուք RAM եք ունենում, և ստեղ օբյեկտ 1, օբյեկտ 2, օբյեկտ 3, տենց օրինակ ունենք, օբյեկտ 4, այդպիսի օրինակ կա 5, և garbage collector-ը գալիս է և տեսնում է, որ օբյեկտ 2-ը reference չունի stack-ում, չկա ինքը, և օբյեկտ 4-ը reference չունի stack-ում, այսինքն անտերության տեխնոլոգիա, իսկ ավելի շուտ, մաքրիչը օբյեկտները RAM-ից կհեռվի, որ թեթև աշխատի ենթադրաբար այդպիսի կաղապար սիրում են տանապես ուսանողները, RAM-ը թեթևացնի, բացի սա ջնջելուց, որ stack-ում չկա դրա համար, դες չի կարող խտացնում է, սրա արդյունքում ստացվում է, որ ունենում եմ օբյեկտ 3 և օբյեկտ 5, այս խտացնելը շատ վտանգավոր է, եթե դուք pointer-ով եք աշխատում, եթե ես pointer-ով եմ աշխատում, այս pointer-ով աշխատելու տեխնոլոգիան ասում է, որ garbage collector-ը այդպիսի հնարավորություն ունի խտացնելու և ստացվում է խտացման ժամանակ դուք adress եք կորցնում ներքին, դուք պատկերացնում եք, եթե օբյեկտը խտացվել է, իր ներքին բոլոր փոփոխականների հասցեները, եթե հղիչային են, մենք պրոբլեմ ունենք, այսինքն հղիչային մասերը, հասցեները լրիվ փոխվում է, չի կարելի հղիչային տիպերի հետ աշխատելուց, կամ եթե դուք ունեք այդպիսի մաս, օրինակ A-class հղիչային տիպ է, իր հետ աշխատելուց դուք կարող եք պրոբլեմ ունենալ, ուրեմն այդ հղիչային մասը մենք պետքա refresh-ից հանենք, հիմա ոնց ենք իրան refresh-ից հանում, նայում ենք, fixed հրամանը կասի, դուք ինձ օգտագործեք որպես ապահովագրություն, նախորդ դասին ենք տեսել, օգտագործել ենք array-ի համար, class A ունի public integer A, շատ լավ, unsafe-ը արդեն օբյեկտը որպես այդպիսի, թույլատրվում է, եթե բլոկի մեջ է, unblock unsafe չեր լինի, բլոկի մեջ է, ֆունկցիայի մեջ է և այլն, ամեն տեղ թույլատրում unsafe-ը, եթե մտել է, unsafe կարա լինի նաև class-ը, ինչ-որ մի ձևով մեզ կհանդիպի, ուրեմն, A օբյեկտ new A, fixed բառը նշանակում է, որ իմ մոտ, իմ օբյեկտի I հետ եթե աշխատում եմ, garbage collector իրան կարող է շարժի, fixed-ը ասում է, որ հարգելի garbage collector, ինչքան հղիչային տիպ տեսնեք, որքան հղիչային տիպ տեսնեք իր անդամներին ձեռ չտալ, ինչ է նշանակում դա, որ այս օբյեկտը կարա չէ ունենա A և այլ, սա էլ B և այլ, նույն A-ն է, այս I հասցեին էլ ձեռ չեք, այս խտացման ժամանակ ինքը ինչ-որ հատուկ տեղ պահում է, կարճ ասած, եթե նույնիսկ օբյեկտը խտացնում է, fixed-ով գրածների այս I address-ը շատ կարևոր բան է, address-ը, սրա հասցեն, պահում է ֆիքսված, հակառակ դեպքում pointer-ը կկորցնի, ահա դա անապահովության վտանգի դեմ է, անապահով է, որտեղ դուք refresh եք անում, փոխում եք և այլն, իր փոքր փոփոխականը տեղը ոչ, չի կարելի, ահա այդպիսի օգնություն, հիմա մենք իրան copy paste կանենք և unsafe-ը կլինի մեզ համար հասկանալի, տեսեք, unsafe, օբյեկտ թույլատրվում է բլոկում, բլոկից դուրս չէ, integer անել չէ, բլոկի մեջ ներս է, թույլատրվում է, fixed եմ անում իմ integer pointer օբյեկտ an, այսինքն իմ an մտնում է pointer-ային աշխարհ, այն integer an-ը, որը որ այս նշանով ես կպցրեցի, կետը նշանակում է, որ օբյեկտի միջոցով, pointer-ով հետ կաշխատեմ և կաշխատեմ շատ հանգիստ, ահա 44-ը տվեց, եզրակացություն,
Ֆիքսետ օգտագործում եք, եթե դուք գործ ունեք հղիչային տիպերի հետ։ Հղիչային տիպերի ժամանակ դուք իրավունք չունեք, այսինքն դուք իրավունք չունեք այս տարբերակով աշխատել։ Տեսեք, եթե ես տեղ գրեմ pointer նույնիսկ 3, ինքը չի ընդունի, որովհետև օբյեկտը հղիչային է։ Ինքը պետք է ֆիքսետի տակ մտնի այն հատվածը, որը ձեզ հետաքրքիր է։ Ֆիքսետը վերջացրեցինք։ Չմոռանանք, որ մենք պարտքով էինք վերցրել ֆիքսետը, նախորդ դասին array-ը կար, array ֆիքսետով ես ուղարկեցի void պարամետրով ցուցիչով ֆունկցիային, այս void-ին, որպեսզի ես կարողանամ աշխատացնել։ Պարտքս տվեցի։ Եվ վերջինը այս դասի հետ կապված կամ վերջինները, ուրեմն stack log, էլի ահագին ոչ փոքր դաս է։ Stack log-ի տեխնոլոգիան արագ բացատրեմ։ Մենք pointer-ներով սիրում ենք աշխատել, ուրախ ենք։ Չմոռանանք, մենք RAM ունենք, ավելցենք, խնդրենք, սա RAM-ն է, հիպ կլինի հիմնականում, RAM-ը չմոռանանք։ Մենք ուրեմն պայմանավորվել ենք։ Հղիչային տիպերը բոլորը RAM-ում են գտնվում, նույնիսկ string-ը, որը մի քիչ կոպիտ հղիչային տիպ է, բայց լավն է։ Ինչ է ստացվում։ String-ին ենք հիմա վերադառնում։ String-ը հատուկ դեպք է, A, B, C։ String-ը ասում է, որ S-ը գրվում է stack-ում, ինչպես բոլորը, իսկ A, B, C-ն գրվում է RAM-ում, եւ ինքը stack-ի հղման միջոցով աշխատում է RAM-ի իրական օբյեկտի հետ, սա իրական օբյեկտն է, այտենց նայեք, այս է իրական օբյեկտն է, ասին նստած է։ Հիմա այսպիսի խնդիր կա, շատ երկար ժամանակ, շատ դեպքերում array-ները, մատրիցաները, ընդհանրապես վեկտորները ցանկալի է արագ աշխատել, արագ աշխատում է միայն stack-ը, բայց մեզ մոտ հղիչային տիպ է, C-ի նման չեմ կարող իրան stack-ում տեղավորել։ Ահա ստացվում է, որ ես իրան ուզում եմ բերել stack, ահա ենթադրություն։ Եթե դուք շատ եք ուզում ինքը արագ աշխատի string-ը, եւ շատ եք ուզում դրա համար ավելի շուտ պետք է բերել stack, ահա, այս stack, ապա ստացվում է, որ մենք նոր տեխնոլոգիա պետք է հնարենք։ Այո, stack log հրաման կա, որը թույլ է տալիս եւ դա pointer-ի միջոցով է նաեւ, չմոռանանք, այդ դա C#-ի, C++-ի դրական հարաբերությունն է։ Stack log-ը թույլ է տալիս, որպեսզի ձեր array-ը, այսպես մատրիցա է, որը պետք է հիշվի, բերվում է stack, մատրիցա է, մատրիցա I, J։ Ասեք ես իր անկյունագծերով եւ այլն, մատրիչնի տեխնոլոգիաները շատ կարեւոր են։ Մատրիցայա IJ-ով։ Եզրակացությունը այդպեսին է, որ այո, stack log-ը դա տեխնոլոգիա է, երբ որ դուք ուզում եք array-ը իր բոլոր ձեռքերով տեղափոխվի, ուրեմն վեկտորի տեսակետից նայենք հիմա, կրկնակի ցուցիչը այնտեղ մենք պետք է հələ բարդացնենք։ Ուրեմն պետք է տեղափոխվի ենթադրաբար stack, ասենք վեկտոր ենք վերցնում։ Ուրեմն ստացվում է, որ unsafe եք գրում, stack log եք գրում, եւ այս stack log-ի միջոցով վեկտոր եք ստանում, pointer եք գրում եւ դուք հանգիստ կարող եք աշխատել։ Օրինակով ցույց տանք, սա ուղղակի մոդելն է, որ այս stack log, այս վեկտորը ինքը կփորձի աշխատացնել։ Բարդ է այնտեղ կրկնակի ցուցիչ մատրիցա կողք ենք թողնում, այստեղ մենք բան ենք արել, մի վարքյան, հիմա ցուցադրեմ stack log։ Հիմա այսպես վերցնենք։ Stack log-ի միջոցով օրինակը ես ցուցադրեմ։ Ահա, օրինակները դանդաղ copy paste լինում, որը ցանկալի չի։ Տեսեք։ Կապ չունի, ինչ որ մի 100,000 է ինձնից ուզելու։ Console write line մուտք կանենք։ Ժամացույցը կորոշենք, վեկտորը կորոշենք, փորձենք երկար աշխատել իր այդ, այստեղ ոչ թե մատրիցա է, դա է ուզում ասեմ։ Երկու for-երը վեկտոր է, բայց երկար աշխատացնելու համար է։ Եվ կորոշենք ժամացույցը։ Ոչ կաշխատի։ Այսինքն մեզ մոտ հենց հիմա սովորական առանց stack log-ի ինքը կաշխատի հղիչային տիպ։ Նայենք։ Size-ը տալիս ենք 100,000, ինքը մոտավորապես կբերի 0.29, չգիտեմ ես ինչ թիվ է, 0.29 վայրկյան։
Շատ լավ։ Սա ստեկ չի բերված, ուշադիրնեք, սովորական, ճիշտ անսեֆ է, այդ կապ չունի։ Ստեկ չի բերված, ինքը manage կոդով աշխատում, կոդի այդ մասը բացարձակ պատասխանատվության պրոբլեմ չունի։ Ստեկ լոքի հաջորդն է շատ կարևոր։ Արագությունները համեմատենք, հիմա բերենք 0.29-ն էր այնտեղ ոնց որ, այս հիշողության վրա եկեք թողնենք, ահա մեր ուզածը, էլի 100,000 մուտք կանենք, չափորոշիչ կա, ինչքան թիվ կարելի է եւ այլն, Փարսով ենք մենք կոնվերտացիա անում, թույնթով էլ կարող ենք անել, data time now-ն անցել ենք, հենց հիմա ժամանակը վերցնում ենք, վերջում տարբերությունն է մեզ պետք, բայց pointer-ով եւ իմ n-ը, որի չափը մտցրել եմ, integer n-ով մտել է եւ pointer-ը ստացել է, այսինքն իմ pointer-ով array-ը ոչ միայն n-ը կստանա, այլ իմ pointer-ով n-ը կմտնի stack, նայենք 100,000 եւ enter։ Տեսեք 0.17, 0.29-ն է։ Հարցը չի որ մեծ 10 անգամ կամ 5 անգամ կամ 2 անգամ արագ աշխատես, չէ։ Մոտավորապես իմ օրինակում նշած է, որ այդպիսի բան այս օրինակներում գոնե 25-30% է, բարդ օրինակներում շատ ավելի շատ կլինի։ Պարզ օրինակ է, պարզ օրինակի մեջ ապացուցվեց, որ այո, այս հրամանով բերեցինք ստեկ, ստեկի օրենքի համաձայն իմ array-ի հետ աշխատելը, վեկտորի հետ աշխատելը, մատրիցան շատ բարդ համակարգ է, թողնում ենք, վեկտորի հետ, վեկտորից վերստեք աշխատելը ավելի արագ է ստացվում։ Եվ երկու փոքր վերնագիր, կամ մի վերնագիր, ես լավ չեմ հիշում, ահա, որը զարգացում է եղել, կարելի է եւ չկարդալ, նորության տակ է եղել մի քանի տարի առաջ։ Unsafe ֆունկցիայի ցուցիչ կա, որը C#9-ից է եկել։ Հիմնականում դասերի հիմքը մինչև 2010 եւ այլն, այսինքն հիմքը չի փոխվել երբեք։ Unsafe ֆունկցիայի ցույց իրականացում է delegate հրամանի միջոցով, այսինքն ֆունկցիայի ցուցիչ կարելի է օգտագործել այս հրամանի միջոցով։ Ֆունկցիայի ցուցիչ եթե դուք օգտագործում եք, ուրեմն դուք կարող եք այս delegate ցուցիչ հրամանով ֆունկցիայի ցուցիչ կարող եք օգտագործել։ Unsafe ֆունկցիայի ցուցիչ տեխնոլոգիա է կոչվում։ Ընդհանրապես եթե իմացաք, ֆունկցիայի ցուցիչ delegate-ը ցույց է տալի ֆունկցիայի ցուցիչ։ Unsafe ֆունկցիայի ցուցիչ տեխնոլոգիան ապահովը, ապա այս նշանը մենք դնում ենք։ Աննման է delegate-ին այն տարբերությամբ, որ delegate-ը ուղեկցող կլասը տիպը չի կարող չի ստեղծում։ Ուրեմն եթե ես delegate-ով եմ աշխատում, նորմալ է։ Կլաս է ստեղծում, հիշում եք պապա ունեիք, delegate պապիկ ունեիք, ասեցին մենք delegate-ը ժառանգականությամբ կապվում է, դա հին դասերա թողնենք, բայց իմացեք delegate-ը ունի նաև ժառանգականությամբ կապված delegate կլասի հետ, այդպիսի բան չի կատարում, ասենք կարելի ասել, որ նույնիսկ invoke հրամանը չեք կատարում, ինչևից է, ցուցիչով delegate-ը իր տեխնոլոգիայով delegate-ից կտարբերվի, չի օգտվի delegate-ի բոլոր առավելություններից, բայց ցուցիչով delegate տեխնոլոգիան երևի պետք է եղել ինչ-որ միտեղ, որ ինքը աշխատի։ Շատ լավ։ Ինչի համար է ինքը պետք լինում։ Ասենք չղեկավարվող application-ների հետ աշխատելուց մեզ պետք է լինում ոչ թե delegate-ով աշխատել, այլ ցուցիչով delegate-ի հետ աշխատել։ Հիմնականում գրման ձևը սա է։ Ես այդպիսի ֆունկցիա ձեզ հետ անցել եմ delegate ներդրված է, որը վերջինը ցույց է տալի վերադարձնող արժեքի տիպը։ Action-ը ցույց չի տալիս C#1-ի վերջի դասերից է։ Բայց generic-ներում այսի բան կա։ Դու պետք է լավ իմանալ անցյալը, որ սա հասկացվի։ Ես անցյալը չեմ կրկնի։ Ինչևից է։ Delegate-ը իր պարամետրերը ցույց կտա, վերջի պարամետրը ցույց կտա տիպը, ինչպես ինչ ֆունկցիայի է ինքը փոխարինում։ Այս delegate-ը բայց ցուցիչով unsafe delegate է, մյուս delegate-ից մի քիչ տարբերվում է, այսպես ասենք։ Ասենք invoke չի կարող աշխատացնել եւ ելի որոշ բաներ։ Այս delegate-ը կարա փոխարինի այս ֆունկցիային, որովհետեւ void է, այստեղ վերջինը void է, դե մնացածը string, integer։ Եվ հիմա հին ձևով ես delegate աշխատացնեմ, սիրում եմ հնով մի բան անել, որ նորով հասկանանք։ Ctrl-A, Ctrl-V, խնդրեմ։ Հին ձևով ունեմ ֆունկցիա, integer-ը վերադարձնում, string-ը ստանում, վերադարձում ենք երկրորդական, delegate-ը, այս delegate-ը կփոխարինի սրան, այս սովորական է, manage code-ը, բացարձակ unsafe-ի հետ կապ չունի։
Ես delegate-ը սոսնձում եմ, անցել ենք delegate-ի օբյեկտը new-ով կպցնում եմ ֆունկցիային եւ ուղարկում եմ delegate-ի օբյեկտ Albert։ Ինքը հաստատ կաշխատի, Albert-ը կտա։ Ну, կտա Albert-ի չափը 6 սիմվոլ, որտեղ ստեղ length եմ գրել։ Շատ լավ, սա մեր հին ձևն է, այս ձևը աշխատել է, բանից պարզում է, ասա մենք կարող ենք unsafe աշխարհ բերել։ Եվ դա նորությունը։ Եվ այս unsafe աշխարհում, ասենք C# 9-ից է սկսել, նորությունները մենք միշտ կրկնում, ավելացնում ենք պարտադիր, հա։ Հիմա unsafe աշխարհ ենք բերում, աշխատում ենք delegate-ի ցուցիչով, pointer-ով, նշում ենք վերադարձնող արժեք integer եւ մուտքային կամ պարամետրի տիպ արժեք կամ տիպ string։ Շատ լավ։ Եվ այս նույնը կաշխատի delegate-ով։ Ինչ է կատարվում։ Unsafe եմ արել, կապ չունի որտեղ է pointer-ը կպել, տեսեք կպել է ցուցիչով, ներողություն, ցուցիչ delegate-ը հասցե է ուզում, այս հասցեն է։ Այս ֆունկցիան անցել ենք մենք delegate բաժնում։ Ֆունկցիան մեկը RAM-ում հասցե ունի։ Այդ RAM-ի հասցեից արագ աշխատացնել է։ Delegate այդպես էլ աշխատում է ընդհանրապես։ Այս pointer-ով delegate-ը մի ուրիշ է, էլի նույն ձևի է, աշխատում բա իր տեխնոլոգիայով։ Այսպիսով, այսա հասցե է, սա ֆունկցիայի անունը, այս ֆունկցիան որևէ տեղ նստած է, եթե RAM-ում մեզ փորձեմ տեղավորել, այսա իմ ենթադրաբար RAM-ն է, չունենք որևէ ֆունկցիա, որը կոդը ստեղ գրված է, էլի ունի address։ 15 եւ այլ, երբ որ դուք ֆունկցիան կանչում եք, ինքը այս address-ով է կանչում, հրամանները հետո շարունակում է։ Այսպիսի տեխնոլոգիա մենք անցել ենք։ Ահա վերադառնամ օրինակի։ Այս address-ը կա արդեն գիտենք, ցանկացած փոփոխական էլ ունի address RAM-ում, ֆունկցիան էլ, կամ մեթոդն էլ։ Address-ը կպնում է, ինչ եմ արել, integer l-ին տվել եմ։ F pointer-ը արդեն մեզ համար այդ delegate-ի pointer-ն է, ցուցիչով։ Pointer Albert, նույն գործը կան, ինքը կփոխարինի սրան, ինքը կաշխատի սա, հետագայում L-ը կստանամ էլի 6-ը։ Ոչինչ չի փոխվում այդ առումով։ Պարզա նույնը կա լամբդա արտահայտությամբ, այս ֆունկցիան լամբդայով գրելն ավելի հեղինակավոր, սա կարելի է գրել, սրա փոխարեն եկեք չբարդացնենք դա։ Ինչևից է, ամփոփում ենք իրենից ինչա ներկայացնում եւ համարենք, որ վերջացրել ենք։ Ուրեմն, stack lock-ը եւ fixate-ը մեխանիզմներ են, fixate-ը թույլ է տալիս հղիչային տիպերի garbage collector-ին հուշի, որ ինձ մի տեղ աշարժի այն մասով, որը fixate-ի տակ է, stack lock-ը ասում է, որ վեկտորները, եթե շատ եմ ուզում օպտիմալ աշխատեմ, բերեմ stack, ապա կարող եմ stack lock-ով բերել stack եւ այդ stack lock-ի միջոցով աշխատել։ Մնացածը ուղղակի նորություններ էին, որը որ դասի կոնտեքստում ինքը բռնում է։